Ողջույն, Psi Life on-line ռադիոյի եթերում կյանքի գույները հաղորդաշարի հերթական թողարկումն է և ձեզ հետ է Մերի Տերենտին։ Այսօր մենք կփորձենք զարգացնել մեր հիշողությունը։ Մենք մոռանում ենք հանդիպման, հեռախոսազանգի, հաղորդման, այցելության մասին։ Կարող են գտնվել մարդիկ, ովքեր առավոտյան նույնիսկ մոռանում են հաց ուտել։ Ուսանողը տնից դուրս է գալիս, նստում երթուղայինը, հետո հիշում, որ ստուգման գրքույկը տանն է մնացել, իսկ նա գնում էր քննության։ Իսկ եթե հանկարծ դու մոռացել ես զանգահարել ընկերուհուդ, կամ նրա ծննդյան օրն ես մոռացել, որպեսզի խուսափենք նման իրավիճակներից և հատկապես դրանց հետևանքներից, պետք է զարգացնենք մեր հիշողությունը։ Մենք հիշում ենք միայն այն բաները, որոնք նկատում ենք, իսկ նկատում ենք, երբ ուշադիր ենք։ Հետևաբար, հիշողությունը զարգացնելուց առաջ պետք է աշխատենք մեր ուշադրության վրա։ Կարելի է հետաքրքիր մի վարժություն անել, որը նաև կարող է խաղ համարվել։ Երբ ընկերուհու հետ քայլում ենք փողոցով կամ ընկերոջ, մենք կարող ենք փորձել հաշվարկել այն բնակարանների թիվը, որոնք օրինակի համար կարմիր գույնի տանիք ունեն։ Ով ավելի շատ թվով բնակարաններ կհասցնի հաշվել, նա հաղթում է։ Ուշադրությունը վարժելու համար օգտակար են նաև այնպիսի նկարները, որտեղ պետք է գտնել 10 տարբերություն երկու նման պատկերների միջև։ Նման վարժանքների շնորհիվ մեր ուղեղը կենտրոնանում է մանրուքների վրա և սովորում է ոչ ստանդարտ իրավիճակներում ակտիվ աշխատել։ Հիշողությունը զարգացնելու համար օգտակար է մի քանի գործողությունների համադրումը։ Դպրոցի ուսուցչուհին գանգատվում է, որ նրա աշակերտները չեն կարողանում բանաստեղծությունները այսպես կոչված անգիր սովորել։ Նա մի օր հանձնարարում է աշակերտներին ոտքի կանգնել, կատարել մկանային վարժություն և միաժամանակ արտասանել բանաստեղծության տողերը։ Երբ մենք հիշվող նյութը կապում ենք մեկ այլ գործողության հետ, այն շատ ավելի հեշտ է մտապահվում և ուշ մոռացվում։ Օրինակ, շատ երեխաներ բազմապատկման աղյուսակը արագ յուրացնում են, երբ արտագրում են այն ու մտքում կրկնում։ Այս դեպքում գործի են դրվում երեխայի մկանային, տեսողական և լսողական վերլուծիչները։ Փորձեք փոքրիկ մի քառատող այդ ձևով անգիր անել և արդյունքը ինքներդ կտեսնեք։ Հաջորդ վարժությունը։ Հիշում ենք մասնատելով։ Նյութը, որը պետք է մտապահել, բաժանում ենք մասերի, բառերը միավորում ենք խմբերի մեջ կամ բանաձևերը սովորում ենք օրինակի հետ մեկտեղ։ Այն, ինչ մեզ անծանոթ է, մտապահում ենք իր բացատրության հետ միասին։ Կարևոր է, որ օրինակ տեքստում անծանոթ բառի բացատրությունը գտնենք մենք ինքներս, չէ՞ որ երբ մենք ենք անհրաժեշտ բացատրությունը գտնում, ավելի լավ ենք հիշում։ Հաջորդ վարժությունը՝ կրկնում ենք։ Այս վարժությունը օգտակար է հատկապես այն մարդկանց համար, ովքեր լավ զարգացած տեսողական հիշողություն ունեն։ Այսինքն, ավելի լավ հիշում են տեսածը, այլ ոչ թե լսածը։ Ենթադրենք, ձեր ծանոթը հեռախոսահամար է ձեզ ասում, դուք գրելու ոչ մի տարբերակ չունեք, բայց պետք է մտապահեք այն։ Ինչ անել։ Երբ ձեր ծանոթը հեռախոսահամարի թվերն է ասում, դուք մտքում պատկերացրեք ձեր հեռախոսը և թե ինչպես եք հեռախոսի կոճակների վրա հավաքում համարը։ Ապա կրկնեք նույնը բարձր արտասանելով հեռախոսահամարը։ Եթե ամեն ինչ ճիշտ եք արել, դարձյալ կրկնեք 2-3 անգամ։ Եվ նույնիսկ մի քանի ժամ անց դուք հեռախոսահամարը հաջողությամբ կհիշեք։ Այս վարժությունը ոչ միայն տվյալ պահին ձեզ փրկում է, այլև ևս մի քայլ է հիշողությունը զարգացնելու գործում։ Նյութը լավ հիշելու համար կարևոր է մտապահել առանց լարվելու։ Առաջին հայացքից բարդ թվացող այս վարժությունը հաջողությամբ կստացվի, եթե մի փոքր վարժեք ձեզ նախորդ մեթոդներով։ Ինչ է նշանակում մտապահել առանց լարվելու։ Ցանկացած նոր ինֆորմացիա լսելիս մենք չենք կենտրոնանում այն մտքի վրա, որ դա պարտադիր պետք է հիշել։ Մեր մտքերն ու ավելորդ լարվածությունը խանգարում են և ոչ թե օգնում։ Մենք պարզապես լսում ենք անհրաժեշտ ինֆորմացիան ու մտապահում։ Իսկ ամեն հաջող մտապահումից հետո էլ ավելի է կատարելագործվում մեր հիշողությունը։ Եվ վերջապես, հորինեք հիշողության զարգացման ձեր սեփական միջոցը։ Ինչպես դա անել։ Սկզբում ուշադրությունը կենտրոնացնում ենք մեզ վրա և հստակ հասկանում ենք, ինչն է, որ մենք հեշտ ենք մտապահում և ինչը դժվար։
Նոր նյութը, որը պետք է հիշել, կապում ենք այն ամենի հետ, ինչը մենք հեշտ ենք մտապահում։ Օրինակ, անունը որևէ գույնի հետ կամ առարկայի։ Բացի այդ, փոքրիկ գրառումներ ենք անում եւ նկատելի վայրերում ամրացնում։ Սեղանի վրա, համակարգչի էկրանին կամ հայելու վրա։ Ամենակարևորը, մենք չենք գրում ամբողջությամբ այն, ինչ պետք է հիշել, այլ փոքրիկ հուշում կամ սիմվոլ է լինում թղթի վրա գրված, այլապես դա ուղղակի կարդալ եւ վերհիշել կստացվեր։ Փորձեք այս վարժություններից գոնե 2 կամ 3-ը։ Կհիշեք ավելի արագ եւ երբեք չեք մոռանա։ Կհանդիպենք։